ուշացած մեր 4 հայրենակիցները խնդրում եմ ձեր ապրումներով, ձեր տպավորություններով կիսվեք մեր հետևորդների հետ լուրը, ինչ զգացողություններ առաջացրեց։ Իսկապես շատ ուրախալի է այսպիսի լուրեր լսել, նամանավանդ իմ համար որպես հոգևորական, որովհետև ես մտածում եմ, որ սա մեր տարիներով աշխատանքի, աղոթքների արդյունքն է։ Մենք 20 թվականի պատերազմից հետո ամեն օր անհետ կորած ու գերեվարված զինվորների համար աղոթք ենք արել, ամեն կիրակի, ամեն շաբաթ ուխտագնացություններ ենք կազմակերպել եւ կարծում եմ սա այն բոլոր աղոթքների պատասխանն է, որ այսօր մենք ստանում ենք։ Ճիշտ է, մի քիչ ուշացած 5 տարուց ավել ժամանակ է անցել, բայց կարծում եմ Աստված է ժամանակները տնօրինում եւ կարեւորը որ Փառք Աստծո այսօր մեր հայրենակիցները այստեղ են եւ նաեւ պիտի շարունակենք աղոթել, որ այնտեղ գտնվող մեր բոլոր հայրենակիցները, ովքեր անկախ ամեն ինչից հայտնվել են այնտեղ, վերադառնան հայրենիք եւ այս ուրախ լուրը նաեւ թակի իրենց դուռը։ Հարազատների հետ այս ընթացքում ինչ այստեղ է գտնվում, հասցրել եք շփվել, հաղորդել։ Այո, հա, հասցրեցի երկու հարազատի հետ հասցրեցի, շատ աննկարագրելի ու ուրախ եմ։ Ճիշտ է, հիմա այդպես ուրախության պահն է, շատ ոգևորված են, բայց փորձը ցույց է տալիս, որ հետո սկսում են դժվար օրերը, այդ մարդկանց հետ աշխատանք է պետք կատարվի թե ընտանիքի, թե վերադարձած անձանց հետ, որովհետև իրենք պիտի բարդ հոգեբանական ճգնաժամի այսպես մեջ են լինելու եւ հոգեվորը իրենց շատ անհրաժեշտ է լինելու։ Որպես հոգեվորական դուք պատրաստ եք ձեր ավանդը բերել այդ գործում։ Այո, իհարկե, այս տարիների ընթացքում մենք բոլորը վերադարձած մեր անձանց հետ չէ, բայց մեծ մասի հետ այցելել ենք, շփվել ենք, զրուցել ենք, աղոթել ենք